Ողջույն, սիրելիներս, վերջապես հաջողվեց մտնել, ինչ-որ դժվարանում եմ։ Ողջույն, իմ անունս Մարիաննա Աբովյանն է, ես հոգեբան եմ, հոգեթերապևտ, կախվածությունների մասնագետ եմ, վերջի տարիներին այդ ոլորտում եմ աշխատում, այսօր Մարտի 8-ն է, այսօր կանանց իրավունքների պաշտպանության օրն է և մենք սովորաբար նշում ենք կանանց տոնը, սկսվում է մեր կանանց միամսյակը և կուզենամ, որ այսօր մենք ունենանք մեր զրույցը լինի ոչ միայն կանանց վերաբերվող, այլ ընդհանուր այսպես կոչված գենդերային բալանսավորում ունեցած զրույց ունենանք։ Այսօրվա մեր հանդիպման անվանումը ես դրել եմ մտերմությունը առանց դիմակի, սահմաններ, որոնք մեզ մտերմացնում են։ Իրականում սահմաններ բառը շատ այսօր շատ կիրառելի են և այս տոնական օրով կուզենայի, որ մենք այս բառը, այս երևույթը քննարկենք և խոսենք, թե ոնց կարող ենք մենք անել այնպես, որ մեր կյանքը, մեր ասած, իմ և իմ զույգի կյանքը լինի երջանիկ, բալանսավորված, գարմոնիայի մեջ, հավասարակշռված և հնարավորինս երջանիկ։ Սովորաբար, երբ որ մենք խոսում ենք Մարտի 8-ի տոնի մասին, կանանց, այսպես ասած, տոնական պահերի մասին, մենք խոսում ենք ուրախության մասին, այսպես ծաղիկներ, նվերներ և այլն, բայց մի փոքր ուզում եմ խոսենք այն մասին, թե ինչ մնում է կադրից դուրս, այն ինչ, որ կանայք ունենում են սպասելիքներ, ակնկալիքներ և այն անտեսանելի լարվածությունը, որը կարող է առաջանալ զույգերի մոտ։ Իրականում ստեղ խոսքը գնում է այն սպասելիքների մասին, որը կանայք ունենում են և այն դերի մասին, որ տղամարդիկ արդեն իրանց վրա վերցնում են և կարողանում փորձում են լինել այն սուպեր տղամարդը, որը որ իր սիրելի երազանքի պատկերը լինի։ Այո, կանայք սովորաբար մտածում են, որ թող ինքը գլխի ընկնի, թե ոնց անի, որ ինձ ուրախացնի, եթե ինքը գլխի չի ընկնում, չի ֆայմում, այսպես բառով ասել, մի րոպե, կներեք էլի մի րոպե, չի ֆայմում տղամարդը, թե ինչ ձևով կարող է ուրախացնել իր սիրելի կնոջը, կինը սովորաբար մենք նեղվում ենք, նեղանում ենք, սենց մի լարվածություն աներսում առաջանում, թե ինչի ինքը չկարողացավ իմ մտքերս կարդալ։ Կնոջ համար դա սպասելիքը, որ իր տղամարդը դա մի հատ սենց մարդ է, որը տելեպատ է, այսինքն կարողանում է իր մտքերը կարդա, իր սիրելի մտքերը կարդա։ Եթե ինքը սիրում է, ուրեմն ինքը կհասկանա, թե ես ինչ եմ ուզում, ինչ եմ սպասում։ Ու սա մի հատ դժվար պատմություն է տղամարդկանց դառնում, որը սենց շանս չի տալիս տղամարդկանց հաջողություն ունենալու, այսպես ասեմ, տղամարդը կարող է իրականում չկռահի իր սիրելի ակնկալիքը այս Մարտի 8-ին, թե ինչ է սպասում իրենից իր սիրելին։ Մարտի 8-ը մեկը չէ, սովորաբար տարիներ շարունակ այդ Մարտի 8-երը լինում են և ամեն անգամ տղամարդը պարտավորված ոնց որ լինի կռահել, թե ինչ իրադուրը կգա, ինչ ինքը կուզենա։ Ու եթե տղամարդը չի կարողանում գտնի այն միակ տարբերակը, որ իր սիրելիին հաճելի կլինի, շանս չունի, որ կհաջողի և կինը ունենում է լքվածության զգացողություն, թողնվածության, միայնակության զգացողություն է առաջանում կնոջ մոտ։ Տղամարդկանց համար այս տոնը դառնում է մի քննություն, որը շատ վախենալու է ձախողելը, որովհետև իր
ուրախություն պարգևողի դերը իրավունք չունի ոնց որ ինքը ունենա հոգնածության զգացողություն, անկեղծության զգացողություն։ Նրա համար դա ոնց որ այդ գործառույթն է, որ ինքը զգում է, այդ պահն է, որ զգում է, որ իրան արժևորում են մենակ այն ժամանակ, սիրում են այն ժամանակ, երբ որ ինքը իր գործառույթը կատարում, այսինքն նվերներ է տալիս, օգնություն է առաջարկում, ոչ այն զգացմունքների համար, ինչ որ նա տալիս է այդ հարաբերությունների մեջ։ Ու դա բերում է էմոցիոնալ փակվելու այսպես մի զգացողություն։ Արդյունքում ինչա տեղի ունենում, հա, ինքնամեկուսացում զույգերի մեջ եւ կնոջ կողմից եւ տղամարդու կողմից եւ այսօր նրա համար որ մենք կարողանանք մի փոքր այս մասին, այս դժվար թեմա է իրականում, մի թեմա է, որ երբեք չի արծարծվում, չի խոսվում զույգերի մեջ, հազարից մի զույգ, որ անմիջական զրույց են ունենում այս թեմայի վերաբերյալ, իր սպասելիքների մասին, իր ցանկությունների մասին։ Այսօր մի փոքր կխոսենք այդ անձնական սահմանների հետ կապված եւ կգտնենք այն տարբերակը, փորձենք գտնել, վեր հանենք այն տարբերակը, որ միակ երջանկություն ստանալու երջանկության մեջ լինելու այդ պահը այն է, որ մենք իրականը լինենք առանց դիմակների։ Երբ որ մենք խոսում ենք այն մասին, թե ինձնից ինչ են ակնկալում, ես ինչ եմ ակնկալում, սա մի սցենար է դառնում, մի խաղ է դառնում, որտեղ երկուսն էլ պարտվում են, որովհետև երկուսն էլ չեն կարող լինել այնպիսին, ինչպիսին կան, լինել այն ցանկություններով, ինչպիսին իրենք կան, այլ երկուսն էլ փորձում են ինչ որ մի գեղեցիկ պատկերի մի մաս դառնան, հա։ Մենք խոսում ենք այս պահի դրությամբ այսպեսի մի բառ եմ ուզում ասեմ, որը կոչվում է փոխկախյալություն, երբ որ իմ տրամադրությունս կախված է նրանից, թե դու ինչպես քեզ կդրսևորես, դու ինչ կանես, այսինքն իմ ներսի վիճակը կախված է ուրիշ մարդուց, ոչ թե ինձնից։ Այս առումով կուզենայի խոսել անձնական սահմանների մասին։ Իրականում սահմանները ինչի համար են։ Եթե մենք վերցնենք գլոբալ առումով, սահմանները երկրների միջև ինչի համար են։ Դրա համար, որ ամեն մարդ իմանա իր տարածությունը, իր տարածքը, որտեղ ինքը իրեն լավ է զգում, այն տարածքը, որտեղ ինքն է իրան զգում, եւ պատերազմները պակասեն, որ պակասեն այն անախորժությունները, որոնք կարող են լինել ընթացքում, հարաբերություններ կառուցելու ընթացքում։ Այսպիսով սահմանները դա էգոիզմ չի, այդ եսակենտրոնություն չի։ Պատկերացրեք, որ տղամարդը կարող է ասել, որ ինձ գործից հետո մի կես ժամ պետք է, որ ես լռության մեջ մնամ, հանգստանամ, որ կարողանամ վերադառնամ, լավ վիճակում վերադառնամ ընտանիքիս, վերադառնամ իմ սիրելիներին, որ կարողանամ, այսպես ասած, ինձ դրսևորեմ որպես ընտանիքի հայր, որպես տղամարդ, որպես սիրող ամուսին։ Իսկ կինը ասում է, որ ինձ համար կարևոր է, որ մենք նվերը միասին ընտրենք։ Պատկերացրեք այդ իրավիճակը։ Այս պարագայում երկուսն էլ կարող են հաջողել իրենց ցանկությունների եւ սպասելիքների առումով։ Ինչ է փոխկախյալությունը։ Իմ հանգստությունը, իմ խաղաղությունը կախված է նրանից, արդյոք դու կընդունես, կհամաձայնվես եւ կգոհանաս իմ արարքից, իմ վարքից, թե ոչ։ Կնոջ սցենարը հետեւյալն է. ես կլինեմ մաքսիմալ հարմարավետ, որ նա իմ տղամարդը լինի գոհ մնա։ Տղամարդու սցենարը այսպիսինն է. ես ամեն ինչ կհամբերեմ եւ բոլոր հարցերը կլուծեմ, որ իմ սիրելիս չտխրի։ Հետևանքը ինչ է։ Մենք դադարում ենք խոսել ճշմարտություն արտարծել, մենք ասում ենք, չենք ասում իրականությունը, որ ես հոգնած եմ, որ ինձ դա դուր չի գալիս ինչ որ բաներ, որ ես կուզենայեմ, որ մենք երեկոն այլ կերպ անցկացնենք։
որ մենք այդպես ենք վարվում, որ իլյուզիան, որ մեր հարաբերությունների մասին մենք ստեղծել ենք, որ ինքը այդ պատրանքը չքանդվի, որ այդ պատրանքը մնա, որ այսպիսով ենք մենք երջանիկ։ Արդյունքում ի՞նչ է տեղի ունենում։ Մարդկանց մեջ այդ բարկությունը, այդ դժգոհությունը կուտակվում է։ Դե մի օր պետք է դուրս գա, չէ՞, պարզա որ չի կարող անverջ դա կուտակվել։ Եթե դուք ունեցել եք նման իրավիճակ կամ համաձայնվել եք, որ տոնը ինչ որ որոշակի ձևով, հա, կարծում եմ որ կանանց մեջ շատ է լինում, որ տղամարդը ասում է, արի այսօր սեղան գցենք, հյուրեր կանչենք կամ միտեղ գնանք, ասենց մի հատ շուխուրով ինչ որ ժամանակ անցկացնենք, իսկ կինը ասում է արի մտքում ասում է որ այսօր չանենք էլի այսօր ուզում եմ երկուսով անցկացնենք ուզում եմ որ ինչ որ մի հատ ուրիշ տարբերակ է իրան ավելի դուր գալիս կնոջը բայց ինքը որ ամուսնուն սիրելին չտխրեցնի համաձայնում է նրա հետ որ վարվել այնպես ինչպես սիրելին է առաջարկում տոնախո չի ասելու չէ ոնց է դրնում Սահմանի մասին է խոսքը, նորից վերադառնում եմ այդ խոսքին, սահման խոսքին, որ սահմանը դա այդ այն չի, որ ինձ մոտ չգաս, այլ այն մասին է, որ երբ որ դու ինձ հետ սենց ես վարվում, ինձ ցավում է, ցավեցնում ես։ Կնոջ համար իրավունք սահման ունենալը, այդ իրականում այն է, որ իրավունք տալ կնոջը խոսել իր պահանջմունքների մասին։ Ոչ թե այդ պատասխանատվությունը կռահելու ծանր պատասխանատվությունը դնել իր տղամարդու վրա այդ կռահիր խաղը չխաղալ հա տղամարդու համար սահմանը կարող է լինի որ այդ իրավունքը ասել որ ինչ ժամանակ է պետք որ ես հիմա չեմ կարող այդ գաղափարները հղեմ այդ չափով որ որևիցե մեկից կարողանամ գտնել այն ինչ որ քեզ դուր կգա դա տղամարդուն անում է կենթանի անձնավորություն մարդ ոչ թե գործառույթ որևիցե որը զույգի մեջ կա ու շատ կարևոր է որ զույգի մեջ լինի այդ մտերմությունը, որ մեկը մյուսին ասի, գիտես, երբ որ դու որևիցե այս նախադասությունը արտահայտում ես, ես այսպիսի զգացողություն ունեմ, այդ հետադարձ կապի ռեժիմով շփումը, օրինակ, ես զգում եմ, որ քո սպասելիքները իմ վրա ճնշում են գործադրում, արի դադարտանք այս պահի դրությամբ ու հավատացեք, որ շատ զույգերի մեջ այդ դադարը ինքը շատ օգտակար է լինում, որովհետև այդ լարվածությունը ոնց որ թոթափում է այն փորձը զույգերի հետ աշխատանքի կարող եմ կիսվել, որ շատ զույգեր փորձում են անմիջապես պատասխան տալ, անմիջապես պատասխան գտնել ցանկացած հարցին, որը ծագում է իրար մեջ։ Երբ որ զույգերի մեջ ասում ես, որ երբ որ դժվարություն ունես, այս պահին, ոնց են ասում, պատասխանը գրպանումդ չի, չպետք է դու հանես գրպանիսդ անմիջապես դնես, հա, ոչ մեկս սուպերմեն, սուպերվուման չենք, որ սուպեր անձնավորություն չենք, ընդհանրապես մարդ ենք, որ կարող ենք այս պահի դրությամբ անմիջապես պատասխան չունենանք, մեզ ժամանակ է պետք, որ մի հատ վերլուծենք, մի հատ հասկանանք, մարսենք այդ հարցը, որ լավագույնս տարբերակը ընտրենք, տարբերակներ մտածենք, ու մեջից լավագույնս մեր զույգի համար ընտրենք։ Սա մի հատ հետաքրքիր, շատ պարզ գործիք է դադար տալը։ Եթե հատկապես առաջանում է լարվածություն այդ երկխոսության մեջ, այսինքն զույգից մեկը մի բան է խնդրում, որ մյուսին դժվար է, այսինքն միանգամից լինում է, չէ՞, տենց մեկը ասում է, ես այսինչ բան եմ ուզում, օրինակ կինը բան է ուզում, տղամարդը կափարիչը ոնց որ միանգամից թռնի, ոչ թե միանգամից ինքը պատասխան տա, ոնց ասում, այն ինչ որ իր ոնց ասում, բերանի թշը հետը պահկված է, այլ մի րոպե դադար տա, մի հատ մարսի, հանգիստ
դիրքորոշումից կարողանա իր մտքերն արտահայտել, շատ խաղաղեցնում է այդ իրավիճակը, շատ հանգիստ ավելի մթնոլորտ է լինում եւ փոխըմբռնման մի հատ միջավայր է ստեղծում, երբ որ զույգերը սկսում են լսել միմյանց, ականջ դնել միմյանց խոսքին եւ երբեմն լինում է այնպես, որ մարդ բառերով մի բան է ասում, բայց ոնց որ նկատի ունի ուրիշ բան, հա, ինքը այդ պահին, այդ հոսքի մեջ ոնց որ ինչ-որ բառեր է շարադրում, բայց իրականում ոնց որ թե այդքան էլ այդ նկատի չունել։ Երբ որ մենք մի հատ արտաշնչում ենք կամ դադար ենք վերցնում, հետո կարող ենք վերադառնալ էլի այդ զրույցին եւ փորձել հասկանալ, արդյոք իրոք մարդ դա նկատի ուներ, ինչ ինքը ասեց, այդ բառաշարը, որ ինքը տվեց, հենց դա նկատի ուներ, որտեվ ամեն մարդ ոնց են ասում, իր կյանքից, իր գլխից է, հա, ոնց որ իր փորից է այդ նախադասությունները շարադրում, եւ դիմացինը միշտ չի, որ միանշանակ է հասկանում, ինչպես ասում են գիտնականները, մենք պետք կարիք ունենք պայմանավորվել տերմինների մասին, թե ինչ տերմիններ ենք օգտագործում, ընտանիքի մեջ դա եւ զույգի հարաբերությունների մեջ դա անվերջ process է ու հավատացեք, որ բավականին հետաքրքիր process է, որ մեր աշխարհ հայացքը ընդլայնում է բավականին։ Ինչպես կառուցել այդպիսի հարաբերություններ, որ մարդ կարողանա ասել այն, ինչն ազգում է, այն, ինչն է իր պահանջմունքները շարադրել։ Իհարկե, եթե դուք տևական ժամանակ եղել եք հարաբերություններում, որ նման խոսակցություն չի եղել, նման երկխոսություն չի եղել, միանգամից անցնել այսպես հետադարձ կապի ռեժիմի մեջ բավականին դժվար է։ Դրա համար կարելի է սկսել կամաց-կամաց։ Ես կարող եմ ձեզ առաջարկել մի քանի հարցեր, որոնցից դուք կարող եք այսպես կոչված ազնիվ երեկո կառուցելու process-ը ձեր։ Մի քանիսը ուղղակի, ընտրեք ժամանակ, երբ որ հանգիստ կլինեք, դա կարող է լինի մի ժամանակ, երբ որ ասենք երկուսով եք, որ պայմանավորվեք, որ արի մի խաղ խաղանք կամ արի մի նորություն մտցնենք մեր հարաբերությունների մեջ, երբ որ դուք զբաղված չեք հեռախոսով, երբ որ դուք միասին եք, երբ որ ձեր մտքերը եսին որտեղ չի, հա, երբ որ դուք կարող եք իրար հետ ձեր այդ անձնական որակով ժամանակը, հա, ոնց ասում ենք մենք, որակով ժամանակ անցկացնելու այդ պահը լինի։ Առաջի հարցը, որ ձեզ առաջարկում եմ, դա այն է, որ ինչ է մեր հարաբերությունների մեջ վերջի մեկ ամսվա ընթացքում քեզ ստիպել է, որ դու զգաս, որ դու իրականում սիրված ես եւ քեզ գնահատում են։ Ինքը հետաքրքիր հարց է։ Փորձեք անդրադառնալ դրան։ Ինչն է մեր հարաբերությունների մեջ ստիպել, որ ես գամ, ինքս ինձ էլ պատասխանեմ եւ իմ զուգընկերոջս, իմ ամուսնու սիրելիս հետ այդ հարցը քննարկեմ եւ ինքս պատասխանեմ այդ հարցին։ Այսինքն հարցը, որ ես առաջարկում եմ, երկուսի համար է։ Սովորաբար ես առաջարկում եմ վերցնել մի թերթիկ, թուղթ վերցնել, թուղթ ու գրիչ, ու այդ հարցը արծարծելուց հետո գրավոր պատասխանել, հետո այդ պատասխանները միմյանց ընթերցել։ Տեսեք, այդ դադարի պահը անընդհատ ես շեշտում եմ եւ նշում եմ, որ կարևոր է հարաբերություններում դադար ունենալ։ Կարևոր է, որ ամեն մարդ իր գլխով մտածի, իր զգացմունքները զգա, այդ անձնական տարածք ունենա։ Անձնական տարածք այն չի, որ մենք ասում ենք, ինքը պետք է առանձին տուն ունենա, գնա իր տանը մեջ ապրի, չէ, կամ առանձին սենյակ անպայման պետք է ունենա։ Այո, լավ է, որ այդ կա, բայց անձնական տարածք մենք իրար հետ էլ, երբ որ միասին ենք, երբ որ որևիցե կարևոր հարց կա լուծելու, մենք այդ մեր անձնական տարածքի, որը մեր ներսում է, իրան անդրադառնալու կարիք ունենք։ Ընկղմվելու այդ մեր անձնական տարածքի, որտեղ ես մաքուր եմ, ազատ եմ
ուրիշի կարծիքներից, ուրիշի վերաբերմունքից, իմ կախվածությունից, ես ու ես եմ, ես ինքս հետ եմ, ես անդրադառնում եմ, թե ինչ եմ ես զգում, անդրադառնում եմ, թե ինչ եմ զգում մարմնիս մեջ, շատ ժամանակ ոնց որ զգացմունքս չեմ կարողանում ճանաչել, բայց մարմինս հուշում է, գլուխս սկսում ցավել ինչ որ հարցերի վերաբերյալ, հա, կամ կարող է ինչ որ դմբրվածություն լինի, տաքությունը մարդու բարձրանա, ասես մի հատ ջերմություն գա միանգամից, կարող է մի սենց խաղաղ զգացողություն կա, որ հանգստանա, կարող նույնիսկ քունը տանի, այնքան որ մարդ խաղաղվի եւ այսպես գիտեք հանգստության մի հատ վիճակ գա մի խոսքով է սենց լիրիկական ձեղում էր կոնկրետ այդ անձնական տարածքի եւ միասին լինելու հետ կապված կարևոր է որ մենք գտնենք այն կետերը կոնկրետ այս հարցի վերաբերյալ թե ինչն է մեզ օգնում որ ինչ վարքը կոնկրետ օգնում է եւ հասնում է դիմացինիս սրտին որ ինքը սիրված է ես ձեզ համար գրեմ, քո համար գրեմ սիրելիս, դու ինձ համար գրի։ Հաջորդ հարցը, որ կառաջարկեմ, արդյոք կա մի բան, որ ես անում եմ սիրուց, սիրելով քեզ, բայց իրականում դա քո սահմաններն է խախտում եւ քեզ դիսկոմֆորտ առաջացնում։ Էսն է, որ փոխկախյալության մասին է խոսքը։ Շատ ժամանակ լինում է որ կանայք հետ ոնց ասեմ ինչ հագնի որ գլխակը դնի շարֆը կապի տակ հագնի ինչ կերար ինչ մի խոսքով շատ sense մանրամասն հարցեր որ մեծ մարդ որ երախուտ կտաս էլ այդ հարցեր երբ որ ինքը անչափահաս է բավականին փոքր է ինչ որ մի ավելի մեծ տարիքում նման ուշադրությունը այդ որակի ուշադրությունը վերահսկողության զգացողություն է առաջացնում դիմացինի մոտ։ Եվ այդ պատասխանը ստանալուն շատ կօգնի, որ հաճախ ցույց է տալիս, որ այդ ավելնորդ էներգիայի ծախսը, որը դիմացինի նեղություն է պատճառում, այլ ոչ հաճելի։ Այդ չի նշանակում, որ ես ուշադիր եմ, այդ նշանակում դու ինձ նկատմամբ ուշադիր ես, այդ նշանակում որ դու ինձ փորձում ես վերահսկել այդ առումով։ Հաջորդ հարցը Ինչն է որն են հարցը, որի վերաբերյալ դու ամենաշատ ես անհանգստանում ու ինչպես ես կարող եմ աջակցել քեզ ոչ թե փորձեմ քո խնդիրդ լուծել այլ ինչով կարող եմ ես քեզ օգտակար լինեմ որ դու կարողանաս քո խնդիրդ լուծես երբ մենք փրկիչի դերում ենք այդ գամ, հարցդ լուծեմ, չթողեմ, ոնց են ասում, ցավդ տանեմ, ես քո ցավդ քաշեմ, չթողեմ դու քո ցավդ քաշես, որ շատ ընդունված է մեր իրականության մեջ։ Շատ փոխկախյալ հարաբերություն է դա իրականում։ Ավելի առողջ, երբ որ մենք խոսում ենք սահմանների մասին, անդրադառնում ենք սահմանների խնդրին, որտեղ դա իրոք խնդիր է մեր հասարակության մեջ, մեր սովորությունների մեջ, ոչ թե ես գամ քո խնդիրները լուծեմ, այլ երբեմն պետք է լինում, որ ուղղակի ես կողքդ լինեմ, ոնց են ասում, դուխ տամ, հա, կողքդ լինեմ, որ դու քո հարցդ լուծես, չգամ, չմտեմ, քո փոխարեն չանեմ, այլ ուղղակի ներկա լինեմ, կամ հերվից քեզ աջակցեմ, հա, մի բարի խոսք ասեմ, որ կարող ես աջակցման խոսք ասեմ, շատ օգնող մի բան է, որովհետև մարդ շատ ունակ էակ է, շատ բան կարող է։ Այս պահի վրա միշտ հիշում եմ այն, ասենք 8-9-10 տարեկան երեխաները, որ կանգնած են սենց փողոցում ու իրանց ծնողները կամ տատիկ պապիկները կոշիկներն են իրենց կապում, կապիչներն են կապում, միշտ մտածում եմ, այսինքն այդ տարիքի երեխեն իր կոշիկի կապիչը չի կարող կապի, այսինքն ինչ, կամ հագուստը հագցնում են, այդ գլխակը հագցնում է մաման, շարֆը կապում ավզին, այդ երեխեն ինքը չի կարա անի։ Գիտեք, այդ հարցի այն մյուս կողմը այն է, որ հաճախ մենք ուրիշի փոխարեն որևիցե բան անելիս, հատկապես երեխաների նկատմամբ, իրենց տկարության, անկարողության զգացողություն ենք տալիս։ Ինքը չի կարա, դրա համար մենք պետք է անենք։
Այստեղ մտածելու բան ունենք։ Կարգին մտածելու բան ունենք։ Արդյոք պետք է որ մենք անենք այն, ինչ որ մարդ ինքը կարող է անել։ Թե սպասենք, որ ինքը անի, գոհունակություն հասնենք, ասենք շնորհակալ եմ, որ արեցիր սիրելիս։ Ինչ լավ ստացվեց քո մոտ, գովանք եւ աջակցենք։ Հաջորդ հարցը, որի կառաջարկեմ, որ ազնիվ երեկոյի շրջանակներում կարող եք քննարկել, դա իդեալական տոնական օրը։ Դա կարող է լինի մարտի 8-ը, դա կարող է լինի ծննդյան օրը։ Ինչ պետք է լինի, որ ասենք թե եթե մտածես, որ այդ քո տոնն է, ոչ մեկի կարիք չունես դու ուրախացնելու կամ սպասելիքներին համապատասխանելու։ Ինչ կանես, ինչպիսին է կլինի այդ քո տոնական օրը։ Սա մի օրինական ձև է դիմակներ հանելու, որ ոչ թե ես ուզում եմ, որ քո համար իդեալական օր լինի, այլ մենք իրար հարցնում ենք, գրում ենք թղթի վրա, հետո ընթերցում ենք։ Շատ լավ ձև է, որ հետո խոսքից չթռնես, չփոխես։ Այլ իրար հետ ծանոթանում ենք, քո լավ օրը ինչպես կլինի, քո լավ օրը ինչպես կլինի, իմ լավ օրը ինչպես կլինի։ Այս իդեալական մի հատ հարաբերություններից այդ դիմակը հանելու մի ձև է։ Միգուցե ասենք թե երկուսն էլ ուզում են մարտի 8-ին միասին նստեն հեռուստացույցի մոտ, ուղղակի մի հատ ռոմանտիկ կատակերգություն նայել, կարող է ուզում են մոմերով երեկո անցկացնել, կամ ուզում են ճանապարհորդել մի հեռու տեղ, գնան մի հեռու սարերում ժամանակ անցկացնեն իրար հետ։ Ինչու ոչ, կարող է երկուսն էլ ուզում են միասին սենց շուխուրով ընկերներով, այստեղ հարցը ինչպիսին է, չէ, հարցը այն է, որ ոնց եմ ուզում ես, երբ որ ոչ մեկի սպասելիքներին չեմ համապատասխանում։ Ոնց ես ուզում դու, երբ որ դու այն հերոսը չես, որը պետք է իմ ցանկությունները կռահես եւ իրականացնես։ Կռահելը շատ դժվար ու անշնորհակալ մի հատ գործ է, որտեղ շանսը, որ կկռահես, շատ քիչ է, իրականում շատ քիչ է։ Հաջորդը ու վերջինը, ինչ օրենք կա, մենք կարող ենք մեր հարաբերություններում կարող ենք փոխել, որ մեզ երկուսիս էլ ավելի լավ լինի։ Օրինակ, միգուցե հարաբերությունների մեջ միշտ որևիցե կանոններ կան, ու այդ կանոնները ժամանակի ընթացքում ինքը ոնց ասեմ, լրակյաց ոնց որ լինում են, որ սենց պետք է լինի։ Օրինակ, տղամարդը պլանավորում է տոնական օրը, կինն էլ համապատասխան իրեն դրսևորում է, համապատասխան ձևի արձագանքում է, ասենք եթե ինչ-որ տեղ պետք է գնան, ինքը պատրաստվում է, գոհ է ցույց տալիս իրան եւ այլն, բայց իրականում կարող է չէր ուզում գնալ այդտեղ կամ ուզում էր իր ամուսնու հետ երկուսով ժամանակ անցկացնել կամ ինչ-որ մի հատ ռոմանտիկ իրավիճակ լիներ, կամ կուզենար ոչ թե ընկերներով գնային, այլ երեխեքով, ամբողջով, մեծ ընտանիքով հավաքվեին, թեկուզ ասենք թե օրինակ խաշտ ունեին այդ օրը, որ իրան տուն գային, չգիտեմ։ Այստեղ հարցը նրա մասին է խոսքը գնում, որ հասկանանք ինչ է ուզում, ինչ ես ուզում դու, ինչ եմ ուզում ես, ինչ է ուզում տղամարդը, ինչ է ուզում կինը, եւ համապատասխանեցնենք։ Հանենք այն ակնկալիքների դիմակը, որը կա մեր կյանքում։ Կյանքը դինամիկ մի հատ process է եւ դինամիկ process է եւ ինքը փոփոխական է։ Այս հարցերը կարելի է ժամանակ առ ժամանակ տալ միմյանց եւ փորձել դրանց պատասխանները քննարկել միմյանց հետ։ Երկուսով։ Ընդ որում ասեմ ձեզ, որ մի քիչ ուրիշ ձևակերպումով կարելի է դա նաեւ մեծ ընտանիքում անել կամ ընկերների հետ անել, երեխաների հետ անել, արդեն սկսած դեռահասությունից հետո երեխաների հետ էլ կարելի է սա անել, որովհետեւ երբ որ մենք խոսում ենք մեր ակնկալիքներից մեր երեխաների, լինում է չէ, ծնունդի ժամանակ որ կենաց են ասում, ուզում են որ դու իմ երազանքներս իրականացնես, կարող է այդ երեխան
չգիտեմ, չի ուզում քո զբաղվել այն բանով, որ դու երազում ես, որ գնաս, վիրաբույժ դառնաս, այ ես ուզում եմ, երազում եմ չդառնա, դու դառնաս։ Կարող է այդ երեխան ուզում է ուրիշ գործով զբաղվի, ոչ պակաս կարևոր, հա, ոչ պակաս արդիական եւ ոչ պակաս հետաքրքիր։ Այս ձևով մենք ոնց որ թե ուրիշի վրա այդ սպասելիքը վզովը գցում ենք, ինքն էլ փորձում է իրականացնել, որովհետեւ թվում է թե ճիշտը տենց է։ Ինչ ասեմ, այսօր արդեն մարտի 8-ն է, օրը նոր է սկսվել եւ ազնիվ երեկո անցկացնելու հնարավորությունը դեռ կա։ Հավատացեք, որ նման զրույցներ անցկացնելուց շատ ավելնորդ ծախսվելիք ուժ եւ երանդա էներգիա ազատվում, որ կարող եք ուրիշտեղ օգտագործել, ի բարին, ի սերը օգտագործեք, որ այդ նման քննարկումները տալիս են մեծ ազատություն, մեծ ինչպես ասեմ, շատ մտերմություն են տալիս։ Մտերմությունը անկեղծության մասին է։ Մտերմություն, ազատությունը, սահմանները այդ անկեղծության մասին է, այդ ազատության մասին է, այդ հնարավորությունը միասին անցնել որոշակի ճանապարհ։ Հիմա այս ընդհանուր առմամբ այն ինչ որ մենք խոսեցինք, իրականում վերաբերվում էր իհարկե զույգին էր, որովհետև այսօր մարտի 8 է, բայց այս օրենքները, այս հարաբերությունները, որ մենք փորձում ենք կառուցել միմյանց հետ, օգնում է, որ մենք իրար նկատմամբ ծառայություն մատուցող չլինենք, որ մենք լինենք պարտնյորներ, հա, հայերին զուգընկերներ է հնչում, բայց միշտ չի, որ կին տղամարդ հարաբերությունների մասին, ընկերների մեջ, ընտանիքի ներսում այդ հարաբերությունները կարելի է կառուցել հենց այս տարբերակով, ժամանակ առ ժամանակ անցկացնել ազնիվ երեկո, գտնել այն ժամանակը, երբ մենք միասին ենք, երբ մենք մեր զենքերը վայր դրված ենք, եւ միացած ենք իրար մեր, ոնց ասեմ, այդ օբյեկտիվը դեպի իրարա ուղված եւ մենք պատրաստ ենք լսել դիմացինի պատասխանը, չպաշտպանվել, չասել, որ ես ուզում եմ որ ավելի ոնց նենց անել, ոնց որ ավելի լավ կլինի, այլ ասել շնորհակալ եմ, որ դու ասեցիր։ Հիմա ես գիտեմ ոնց վարվեմ այս պարագայում, գիտեմ ինչ է քեզ դուր գալիս, գիտեմ ինչ քեզ չի դուր գալիս, գիտեմ ինչն եմ ես անում ավելնորդ, իմ ավելնորդ հոգատարությունը քեզ նեղացնում է։ Հիմա ես արդեն գիտեմ եւ ըստ այնմ կկառուցեմ մեր հարաբերությունները եւ ավելնորդ ջանքեր չեմ անի, այն ջանքերս, որ ինձ թվում էր, որ դա իմ սիրո դրսևորումն է, բայց իրականում դու դա անցալել ես որպես վերահսկողություն, ընկալում ես որպես ավելնորդ հոգատարություն, որ ավելնորդ ուղղություն տալու, հա, ուղղորդելու այսպիսի ընթացք։ Փոխկախյալ հարաբերությունները, որ շատ իրականում անառողջ են։ Խոսքը չի գնում նրա մասին, որ մենք լրիվ անկախ ենք իրարից, չէ, երբ որ մենք մտերիմ ենք, իհարկե մենք ուզում ենք ուշադիր լինել եւ ուշադիր ենք եւ փորձում ենք նեցուկ լինել միմյանց, բայց կա մի սահման, այդ սահմանի մասին է խոսք գնում։ Ելքը այն է, երբ որ ես տեսնում եմ քեզ որպես առանձին անձնավորություն, քո պահանջմունքներով, դու առանձին մարդ ես, կարող ես ուզենալ լրիվ ուրիշ բաներ, ինչ որ ես պատկերացնում եմ, ես առանձին մարդ եմ, մենք իրար շարունակություն չենք, կա ժամանակ եւ կա պարագա, որ մենք միասին ենք լինում եւ ունենք ընդհանուր պահանջմունքներ, ընդհանուր ցանկություններ, որի մասին մենք կարող ենք խոսել, որի մասին մենք կարող ենք քննարկել եւ գտնել լավագույնս տարբերակը, առանց որևիցե աբստրակտ ակնկալիքների,
այլ կոնկրետ ակնկալիքներով, որի մասին մենք կարող ենք խոսել միմյանց հետ, եւ դա մեզ կդարձնի ավելի մտերիմ։ Մենք իրար կճանաչենք ուղղակի, իրականում այնպիսին է, ինչպիսին կանք, այն ակնկալիքներով, ինչպիսին մենք իրականում ունենք, ոչ թե որ ես մտածում եմ, որ դու մտածում ես, որ դու սենց բան կուզես։ Ուրիշ չմտածեմ, ես ուղղակի քեզ հարցնեմ, իսկ դու ինչ կուզես։ Ինչ կուզես, որ ես քեզ համար անեմ։ Իսկ ինչ դուրդ կգար, որ ես քեզ նվիրեի։ Ոնց կուզեիր, որ մենք անցկացնենք այս տոնական երեկոն։ Կարող եք ձեր տարբերակները առաջարկել, միասին անցկացնենք, երեխաների հետ քաղաքից դուրս գնանք, կամ գնանք ուղղակի զբոսնենք, կամ ուղղակի գնանք, ասենք, մի ժամ հատկացնենք, տնից դուրս գանք, ոնց որ փախնենք տնից երկուսով, գնանք սրճարան իրար հետ ջերմ երկուսով ժամանակ անցկացնենք։ Հավատացնում եմ ձեզ, որ երիտասարդ թուրքերի համար, որոնք ամբողջ օրը իրանց գործի մեջ են եւ ընտանիքի մեջ են, երեխեքի հետ են ու անընդհատ ինչ որ մի հոգսերի մեջ են, անձնական ժամանակ շատ քիչ է լինում, որ անց են կացնում միասին։ Սա մի առիթ է, մարդուց մի առիթ է, միասին երկուսով ձեր ընտանիքի, փոքր ընտանիքի ամուսինների, ձեր զույգի անձնական ժամանակը ունենալու երկուսով միասին սուրճ խմեք, իրար դեմք դիմաց նստեք կամ իրար կողք նստեք, իրար ձեռք բռնեք, զգաք իրար, առանց որևիցե ուրիշ աղմուկի, այսպես ասեմ։ Մտերմությունը ինքը մի, գիտեք, պարգև է, որը մենք կարող ենք ստեղծել մեր համար, որ աշխատանքը պահանջում։ Այդ նրա մասին չի, որ մենք իրար նման ենք։ Այդ նրա մասին է, որ մենք տարբեր ենք, դրանով իրար հետաքրքիր ենք, բայց դրա տարբեր լինելով մեկտեղ, մենք ձգտում ենք միմյանց եւ հարգում ենք միմյանց սահմանները։ Եվ ավարտին առաջարկում եմ ձեզ պատասխանել այն հարցերին, որ ես ասեցի ձեզ վերը, փորձեք այդ ազնիվ երեկոն կազմակերպել եւ գրեք ներքևը այս վիդեոյի տակ ինչ ստացվեց, արդյոք ստացվեց, թե չստացվեց, արդյոք ինչ զգացիք, ինչպես փոխվեցին ձեր հարաբերությունները։ Գոնե մի հարց, փորձեք այսօր խոսել դրա մասին ու կիսվեք, թե որ հարցն էր ամենադժվարը։ Հավատացեք, որ ամենախորը եւ ամենասեքսուալ նվերը մարտի 8-ին դա անկեղծությունն է։ Երբ որ դուք թույլ եք տալիս ձեր սիրելիին լինել ոչ իդեալական, այդ պահին սկսվում է իրական սերը։ Երևի թե այսքանը, այս դրական նոտայով ուզում եմ ավարտել, ցանկանում եմ ձեզ սեր, ցանկանում եմ ձեզ անձնվություն ձեր հարաբերությունների մեջ, ցանկանում եմ, որ մտերմություն լինի ձեր սիրելիների հետ, իրական, անկեղծ մտերմություն, դա իրոք պարգև է, որ շատ թանկ արժե։ Ձեզ ուրախ երջանիկ մարտի 8, թող կանայք իրենց շատ կանացի զգան եւ տղամարդիկ իրենց շատ առնական զգան, ասպետ լինեն իրանց սիրելիների համար։ Ստեսություն, մինչ նոր հանդիպումներ։